ես մի քիչ նույնիսկ առաջ ընկնելով ասեմ ձեզ հետևյալը. մենք ամենայն հավանականությամբ առաջիկա համապետական ընտրություններին ինքներս կմասնակցենք արդեն որպես թեկնածուներ։ Ելք չեն թողում։ Այո, մեզ իրականում նաև ելքել չեն թողում, բայց մեկը մյուսի հետ կապված չի։ Մենք կմասնակցենք արդեն որպես գործընթացի անմիջական մասնակիցներ եւ ոչ թե որպես դիտորդներ։ Բայց այստեղ կա շատ լուրջ հարց։ Մենք ասելով ենթադրենք նկատի ունեմ ինձ օրինակ։ Բայց մենք այս ընթացքում 500-ից ավել դիտորդներ ենք պատրաստել։ Այդ մարդիկ, այսպես ասած, մեր ոսկե, նաև մեր երկրի համար ոսկե ռեսուրս են իրավական վերահսկողություն իրականացնելու համար։ Եվ մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես անենք, որպեսզի այդ ամբողջ ներուժը, որը անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրում օրինականությունը պահպանվի, քաղաքացու ձայնը պահպանվի, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի վերահսկողություն, իսկ արդյունքների նկատմամբ լինի վստահություն եւ այլն, որպեսզի այդ ամեն ինչը չփլուզվի այս գործողությունների արդյունքում։ Դա դեռ մինչև վերջ հələ չգիտենք ինչպես պետք է անենք, կմտածենք դրա մասին, ապագայում տեղակ կպահենք։ Մի վարքյան եկեք, ով որ դեռ չի հասցրել հարցնել, դուք չի հաստատել։ Պարոն Խարատյան, նշեցիք, որ սահմանադրական դատարաններից նախկին կառավարությունների սահմանադրական դատարանից եւ ձեր կարծիքով արդյոք այս ամենը գիտակցված չեն արել, որպեսզի ընտրություններին մնան 4 ամիս, 3 ամիս եւ դուք որևէ արդյունք չկարողանաք դրանց սահմանադրական դատարան։ Եկեք վերջից սկսեմ ձեր հարցի, հա, ես կարծում եմ, որ եւ մենք նշեցինք դա, այո, գիտակցված արված։ Եվ ձևի եւ բովանդակության տեսանկյունից գիտակցված արված։ Այսինքն օրինակ մեր համար բացարձակ բարձ չի, ինչի համար է պետք հրավիրել արտահերթ նիստ եւ այսպես ասած արտակարգ ռեժիմով ընդունել այսպիսի օրենքից ինչ է երկրի վրա ագրեսիա է տեղ ունեցել, այս ինչ է եղել էլի ալմոլորակայիններ են մտել մեր երկիր, այս ինչ է տեղ ունեցել, ինչի համար է պետք այս ռեժիմով օրենք ընդունել 24 ժամվա մեջ առաջ եւ երկրորդ ընտրությունները, իրական 24 չէ, ոնց որ հասկանում եք 8 ժամվա մեջ առաջ եւ երկրորդ ընտրություններ անել եւ այլն եւ այլն։ Սա բացարձակ աբսուրդի ժանրից է, հասկանալի է, որ իրանք ինչ որ իմաստով դրանով նաեւ դրսևորում են եւ իրանց խոճապը եւ իրանց վախը, եւ դա բացատրություն ունի։ Հանրային կարծիքի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ վարչախումբը օրինական ընտրություններով վերարտադրվելու հնարավորություն չունի։ Եվ դա նշանակում է, որ իրանք բոլոր հնարավոր միջոցները պետք է անեն, որպեսզի ընտրությունները լինեն ոչ օրինական, որպեսզի հնարավոր լինի օրինակ ընտրություններում մաքսիմալ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառել։ Այն ինչ որ մենք ականատես եղանք վախաշխպատում, այն ինչ որ մենք արձանագրել ենք բազմիցս, եւ այն ինչ որ իդեպ կարողացել ենք նաեւ մասամբ կանխել։ Այդ ամբողջ հակազդեցությունը դրանից է եկել, որ սկսում են հասկանալ, որ մեր պես դիտորդական առաքելությունը, որը ենթադրենք յուրաքանչյուր տեղամասում ներկայացված է 2 դիտորդով, ունի շրջիկ խմբեր, ունի իր հետ լրատվամիջոցներ աշխատող եւ այլն, նա կարողանում է ինչ-որ չափով ոչ բացարձակ, բայց ինչ-որ չափով արգելապակել ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, ինչ-որ չափով արգելապակել ընտրախախտումներ եւ այլն։ Նրանց նպատակն է, որ այդ հակազդեցությունը իրանց հնարավոր ապագա ընտրակեղծիքներին իրենք կարողանան վերացնել։ Այո, դա է։ Հիմա ձեր հարցի առաջին մասը, ինչ ակնկալիք ունենք սահմանադրական դատարանից, այդ հարցին շատ դժվար է պատասխանել։ Շատ դժվար է պատասխանել, դուք հասկանում եք, որ սահմանադրական դատարանը ցավոք հայտնվել է վարչախմբի ազդեցության տակ, ուստի եւ բացի դրանից սահմանադրական դատարանում գործերը շատ երկար ընթացակարգով են գնում, այնպես չի, որ դուք կդիմեք, իրանք վարույթի կընդունեն, այնպես չի, որ վարույթի ընդունելուց հետո իրանք մի ամսում կարձագանքեն, ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրությունների համատեքստում այդ գործիքը չի հասցնի որևէ նորմալ արդյունք տալ, բայց ես ձեզ արդեն ասացի, որ մենք կմտածենք նրա մասին, որ բոլոր դեպքերում միջոց գտնենք, որպեսզի ընտրության նկատմամբ վերահսկողություն տեղի ունենա։